Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար, հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք 65 եւ ավելի տարեկան այն անձանց, որոնց կյանքը կարող է օրինակ լինել, ուղենիշ լինել բոլորիս համար, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր ես բացառիկ հյուր ունեմ, ինձ պատիվ է արել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, պարոն Նիկոլայ Ծատուրյանը, շատ շնորհակալ եմ։ Եղավ, ես էլ եմ շնորհակալ, որ երկրորդ շնչառության համար եք կանչել, բայց իմը երրորդ շնչառությունն է, 81 տարեկան եմ, արդեն մինչև 100-ը երրորդ շնչառությունն։ Դուք սեր մեքենայով եկաք, պարոն Ծատուրյան, բարում եք։ Մեքենայից համարն էլ 45 իմ ծննդյան թիվը, հենց է Նիկոլայ Ծատուրյան եւ վերջում էլ 100, որ այդքան ապրեմ։ Այդ չգիտեմ, թիթիզը գրական հայերենով ոնց է, թիթիզ բաներ էլ փաստորեն անում եք, պարոն Ծատուրյան։ Բավչան եմ, ջայովա գիտես ինչ թիթիզ էի, եմ միավոր մի քիչ ծանրացել եմ։ Ինչ թիթիզ էիք օրինակ։ Ամենաթիթիզ բանը, որ արել ենք, ամենալոպազ բանը։ Ես չգիտեմ, այս բառերը հայերեն, գրական հայերեն է երևի։ Նախկին կնոջս հետ իմ հորեղբայրը մեր ամուսնության արդիվ բան արեց մեզ, մեր ամիս ձևակերպեց, ինքը Ռիգա է մեր ապրում, մեզ էլ ծովափում տուն վերցրեց, բան արեց, դեմ փոքրիկ տնակները։ Դե ես ուտել այդտեղ մնացել ենք։ Բայց ուզում ենք նստենք գնանք Ռիգա էլի մի քիչ մանգանք ծովափից լեփլեցուն ավտոբուսները ասես կանգնելը տեղ չկա ես որոշեցի որ նստենք էլի այնուամենայնիվ բայց ոնց նստենք Հեմի կինը շրջվել է նայում երբ ավտոբուսը գալու բայց բոլոր ժողովուրդը ինձ են նայում շուրեկավաց ինչ են եկես արա որ չտեսավ բաներ եմ անում հիվանդ եք ծևանում Դե մարդիկ տեղ տվեցին, բան արեցին, դե ես հիվանդ եմ, բան վերկացան, կնոջս էլ տվեցին, որ նայել ինձ պետք է լավ նայ։ Հա, բայց այդ ճանապարհն էլ մոտավորապես մի 25 րոպե ուրեմն ես 25 րոպե պետք է ես հենց ելնեմ։ Արեցիք։ Բա ինչ արեցի։ Հետո այնտեղ մի հատ կին էր ռուս հետևը նստած ասեց, բայց զարմանում եմ ռուսերեն։ Սետ սիրուր կինը ես ապուշին ոնց առելի որ ինչ դե խտրականության հարցերը խորթային միությունում է չէ մեկ էլ որ ասես թե ես ապուշին ոնց առե ես կինը սկսեց ծիծաղել նայել որ ծիծաղում էր սենց էր անում նա որ սկսեց անել ես էլ ասում Հետո նայեց ասել, հա չէ, իրա լավ բռնում են, որ չասես լավ բռնում են, ընդհանրապես ուշաթափվեցինք, վերջը իջել եմ, արդեն գնում ենք, ասում գալիս են հետևից, ասում հա հլա գալիս են դե ժողովուրդ, ես էլի ելեցին, հոգիս դուս եկամ մինչև շուռ եկավ, ասեց արդեն չկան, տարածվեցին, նոր շունչ քաշեցին։ Փոշմանեցիք այդ արկածի համար։ Չէ, չեմ փոշմանել, նստած եկամ։ Պարոն Ծատուրյան, ձեր նախկին կնոջ մասին պատմեցիք, գործող կինը, ում շատ սիրում եք, իրար շատ սիրում եք, փիլիսոփայաբար կմոտենա բոլոր հարցերին, բոլոր, ոնց ասենք, թերություններին մոտենում է։ Մի մարդը անթերի չի էլի, բոլորս էլ թերություններ ունենք։ Կյանքի իմաստը որտեղ փնտրենք։ Կյանքի իմաստը։ Այո։ Աբսուրդի մեջ։ Դե ավելին ասեք։ Կյանքի իմաստն դեզերական քաոսն է։ Քաոս։ Այն բոլոր հասկացությունները, որ մենք տվել ենք ֆիզիկա, մաթեմատիկա, տարածություն, ժամանակ եւ այլն, գոյություն չունեն։ Այդ մենք ենք հնարել մեզ համար, որ կարողանանք ինչ-որ ձևով համակերպենք։ Կոսմոսում ոչ մի բան չկա, այնտեղ լրիվ ուրիշ օրենքներ են գործում, որոնք մենք չենք հասկանա երբեք։ Մեզ թվում է, որ մենք բնության տերերն ենք, իշխաններն ենք, չոր ու ցավ ենք, ինչ ենք մեզնից ներկայացնում մարդկությունը, որ մելի փոքրիկ ատոմիկներ ենք։
Այն հսկայական տարածության մեջ, որը գոյություն ունի։ Երջանկությունն էլ ենք մենք հնարել, չկա տենց բան։ Կա պահեր երջանկության, ուղղակի արկայություններ, թե չէ ընդհանուր երջանիկը որն է։ Այն միլիարդատերն էլ երջանիկ չի նայել, պետք է այդ պահի Հաջորդ միլիարդն է ուզում։ հաջորդ միլիարդներն է ուզում անիմաստ տեղը, որտեղ մեկը վերջում մեկը երկուսի վրա է։ Ճամփին ինձ ասցիք մահից չեմ վախենում։ Չէ, մահն ինչա որ վախենամ։ Թքեմ ես մահի վրա։ Մարտահրավեր եք նետում։ Իսկ առողջ ապրելակերպ վարում եք, վարել եք, ճիշտ համարում եք։ Այդ շատ լավ բան է, բայց չգիտեմ այդ որն է։ Ես ահավոր առողջ եմ ապրում։ Օրինակ, օր կա, որ ես ժամը 8:30 երեկոյան պարկում եմ, որ մի ժամ քնենք, մինչև առավոտ քնում եմ։ Մինչև 5-ը, 4-ը, 5 առավոտվա դեռ մութա։ Մի օր էլ կարող եմ, մի օր չէ, մի 3 օր էլ առավոտը 9-ին քնեմ, 10-ին քնեմ, 3-ին 4-ին վեր կենամ։ Կինս անընդհատ պարզա խոսում է, ոնց ես ման։ Ասում եմ, ինքը բնություն ինձ հուշում է, երբ քնեմ, երբ արթնանամ։ Մի օր ճաշում եմ գիշերը 11-ին։ Քաոսի մեջ։ Հա, մի օր ճաշում եմ ցերեկը 4-ին։ Մի օր էլ ընդհանրապես չեմ ուզում ճաշեմ։ Չէ, ախոշակ պետք է հետևես այն իմպուլսներին, որոնք քեզ կյանքը տելադրում է։ Մնացած ամբողջ այդ սուտ բաները այդ։ Դուք օրերս Ռեժիմ, բան։ Դե դուք ձեր փորձն եք ասում, դուք օրերս ձեր տարեդարձներ, բոլորին խոստացաք, որ 100 տարեկան եք դառնալու։ Երկարակյաց համարում եք ձեզ, արդեն համարեք։ Իմ նախատատը ապրել է 117 տարի։ Տատս ես 13 տարեկան եմ եղել, որ նա մահացավ։ Ես հիշում եմ այդ թաղումը Մատենադարանից մենք պրոսպեկտի վրա էինք ապրում, մինչև մեր տունը, որ 10-րդ ապտեկաներ բաներ շուկայի մոտ են լեպլեցուն ժողովուրդ էր, եւ ես ապշում եի, թե այդքան ժողովուրդ են չեն եկել, հետո ինձ պատմեցին, որ տատը եղել է որբերը հավաքել, կերակրել, բանարել, Տիկին Աշխեն հայտնի անձնավորություն է եղել, մի հատ տուփա ունեցել, որբերի համար հավաքել է, ժողովուրդը տվել են, կանչել է իրանց տուն, սեղանները գցել, կերակրել է, բան, մի խոսքով, եւ այդ բանի ժամանակ Ավետիք Իսահակյանն է եղել, ինձ պատմեցին, որը ասել են մեքենա նստացնենք մինչև Թոխմախ, ասել է չէ, ես ոտոպտի գնամ Տիկին Աշխենի հետևից, որտեղ ինքն էլ է եղել այդ որբերից, հետո պարզվում է, մի խոսքով շատ 117 տարի, տատս ապրեց 92 տարի, մայրս 86, այդպես ոնց է իջնում, դե ես էլ մի չեմ անում այդ։ Արդեն ասել եք 100, էլ թիվ չփոխեք։ Հա, չէ, հալա ես 81 եմ, մայրս 86 է, Դուք ձեզ բախտավոր պիտի որ համարեք, որովհետև ասում եք տիեզերական օրենքներից մտածում եմ, այն որ տատին օրհնում են, այդ օրհնանքից էլ ձեզ հաստատ բաժին է հասել, որտեվ սերունդներով են օրհնում, երբ որ օրհնում են, համ էլ ձեր հայրը ձեր համար թատերական աշխարհում արդեն ճանապարհ բացեց, ձեր ճանապարհները դժվար չեն եղել։ Հայրս փակեց ճանապարհս։ Ոնց փակեց։ Չէր ուզում որ դառնամ ռեժիսոր։ Ինքը ռեժիսոր էր, կինո Դրա համար ռեժիսոր էր եւ հարցնում։ գիտի որ դա ոչ փողաբերում կարգին, ոչ բանաբերում։ Դեկաններ ինստիտուտի թատերական, բայց որպեսզի ինքը չերևա բանի դասատուին ռիթմիկայի, որ ասել էր կտրի իրան քննության։ Որ ինչ դառնայինք, բայց Դա շատ էր ուզում որ ես դաշնակահար դառնամ, որտեղ Չայկովսկի դպրոցում եմ սովորել, բայց չդառա էլի, ինչպես հասկանում ես։ Մի խոսքով, հա դառա ռեժիսոր, ես եմ ել ժողովրդական արտիստ, բան է, սուտ բաներ են։ ճիշտը որն է, որ այդ ամենը սուտ է, Ախր Ֆայինա Ռանևսկայան շատ իմ սիրում, ես այդ կնոջի եմ ճիշտ է խոսում։ Ասում է, երեք ես տանը նայում էի իմ թաղման են բաներին
առարկաներին, որոնք պետք են, իմ օրդենները, իմ մեդալները, իմ գովասանագրերը, որոնք բանի առաջով տանում են, չէ՞ դագաղի առաջով, ընդամենը էդ են, ընդամենը, սուտը չեմ սիրում, այս սուտը, պաթոսը չեմ սիրում, են որ Ձեզ այնքան շատ են քննադատում, ինչ ասում եք քննադատում են, ամեն ինտերվյուից հետո քննադատում են, ձեզ, ասում են մտավորականը, սենց մտավորականը ոնց պիտի լինի, ինչպեսի պիտի լինի։ Բա ես խոսում եմ, որ ինձ քննադատեն, թե չէ որ չքննադատեն ումն է պետք, մոռացան կմատնվեն, թող շատ Հատուկ սադրում եք, այսինքն, հատուկ եք սադրում։ Իհարկե։ Օրինակ Հիմա մի բան ասեմ, որ շատ ժողովուրդը նենց կատաղելու, որ չեմ ասեք, որ շատ կատաղելու են, կմոնտաժը։ Ինձ համար մարդկությունը, տևյալ դեպքում հայ ազգը, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկությունը, բաժանվում է 3 կատեգորիաների։ Ցածրագույնը ազգաբնակչությունն է։ Այդ գիտես, որ նա ինչ լուսամուտներ, կիսաբաց լուսամուտներ, այն որ շատ լուրջ դուրս են գալի բիտինգների բան, Ղարաբաղը մերն է, չմանում ինչը ումն է, անգրագետ, երկրորդը ժողովուրդն է, ավելի եւ այսպես եւ այնպես։ Գոնե կասկած ունի, որ սովորելու բան կա։ Անալիզա գոնե անում ինչա կատարում, ոչ թե հենց այնց խոսում։ Եվ ամենաբարձրը, որը ես ինձ չեմ համարում դրանց մեջ, ազգն է։ Այ ազգը դա Փարաջանովը, ազգը դա Վիկտոր Համբարձումյանը, ազգը դա Մինաս Ավետիսյանը։ Քանի տոկոսն է, պարոն Ծատուրյան։ Հեչ 1, 2, 5։ Հա, երիկա այդքան չի կարող շատ լինի, իսկ Լեհաստանում ով է, Շոպեն, հա։ Ով է եղել։ Կան բան, Թուրքիայում էլ նույնիսկ կան տենց արկայծումներ են դրանք շատ չեն կարող լինել, բայց դա է ազգը։ Պարոն Ծատուրյան, 80 անցում դուք ձեր միտքը պայծառ պահել եք, ես տեսնում եմ, մենք զրուցում ենք, միտքը պայծառ է, դուք դա համարում եք երիտասարդների հետ աշխատանքի, նաև գիտեմ, որ դասավանդում եք, այս պահին էլ աշխատում եք, դրա հետևանքը չասենք, արդյունքն է, շատ եք կարդում, երաժշտությունը, բայց հիշողությունը խայտառակ է։ Ահա ուրա գնում այդ հիշողությունը, կորում է։ Իսկ ինչ վերաբերում է ջահելներին, հա, ես չեմ աշխատում, որտեղ ահագին բան եմ սովորում իրանցից։ Ինձ ասում են դու ես սովորացնում, ես սովորացնում, բայց սովորում եմ, որովհետև ժամանակները փոխվում են, առաջ են գնում։ Իսկ մենք մնում ենք մեր ժամանակի մեջ վերջի գնացքի վերջի վագոններում։ Մի քիչ պիտի առաջ գնալ, մի քիչ տամբուրներով անցնել, գալ եւ նրանք ինձ ստիպում են, որտեվ այն որ ասում է մեր ժամանակվա ջահելությունն ուրիշ էր, ոչ մանա ուրիշ չէ, մենք էլ էինք ջահել, դրա համար ենք դա հիշում, բան։ Այսօրվան էլ եւ լավը կա եւ վատը կա։ Ամենադեպս իմ ուսանողները ես հիմա բան եմ հերակայում եմ դաս տալիս, մարդիկ արդեն աշխատում են համել եւ շատ ավելի բան են, ոնց ասեմ, ավելի հասուն են, որտեղ աշխատում են, փող են աշխատում, սովորում են, բան, մի խոսքով եւ տեսնում են, որ կան մեջները շատ լավերը եւ կան շատ լավերից ինչ եք սովորում, պարոն Ծատուրյան։ Ռեժիսորական կուրսը եւ շատ པարզ իրանց ասում աղջիկ ջան, դու արի թողել ես գործը, քեզ համար եմ ասում, ինձ համար ինչ է, չկաս դու ես գործում։ Բայց կնեղանամ, պարոն Ծատուրյան, ժամանակակից մանկավարժությունը, բան, ասում եմ, որ պիտի խրախուսես։ Մանկասան եմ ստեղ եմ հասել, որ չնեղացնեմ էլ, պիտի նեղացնեմ էլ։ Դարձողը կդառնա։ Սուտ բարությունն է, զզվելի բանը։ Պետք է չար լինել, պետք է շատ փաստարկված երևի։ Ռեալ։ Օրինակ ես սուտը չեմ սիրում, ինչի ստեմ։ Սուտը գիտես ինչա, վախկոտության նշան է, երբ որ մարդ վախկոտ է, ստում է, որ տակից դուրս գա։ Ես երբեք չեմ ստում, իմաց համար կարևորը
Իսկ ճիշտը ինչն է, մարդը չի, բնությունն է, այդ դա ճիշտն է, և հիմա էլ պայքարում է մարդկության դեմ լավ անում, որտեղ մարդկությունը բնության հերնուսում անծի, չի ստացվի, Դեղագին անիծել է, ինչից չի ստացվի, ինչից եք վախենում, պարոն Ծատուրյան, մահից չեն վախենում, կյանքից չեն վախենում, կանանցից են վախենում, ոնց վախենում ենք, չէ վախենում են իմաստով, որ նրանց դժվար է հասկանալ, կուշակելը, հասկանալը, շատ բան են, դեց այլ մի քիչ խատակի իմաստով եմ ասում, որտև մեր Երևանի խելահեղ երթևեկության մեջ ոնց է կողմնորոշում, դուք ձեր մեքենայով վարելով եկաք, դժվար է վարորդ լինելը 80 անցում, հաստատ ազդանշան կտան, Հա, տալիս եմ, բա ինչ են անում, որտև ես տանդաղ եմ քշում, արագ չեմ էլ կարող, ես ինչ վարորդ, չնայած առաջ գնում էի, հասնում էի Գյումրի հետ էի գալի, բավական հաճախ, հիմա էլ արդեն էլ չէ էլի, բարձրանում էի պրոսպեկտով, ու պետք է ուղիղ գնամ Բաղրամյանի անկյունում, Սայաթնովա Բաղրամյան, աչից էլ մի հատ են, մեքենայա կանգնած են, որ 2 մետր բան չեն, չի են այդ մեծ մեքենաները քաղաքում քշում չեմ հասկանում, ինքնահաստատվում են, հա, բանը տվեց, կանաչ տվեց, շարժվեցինք, այս ապուշը եկավ, սենց դիմացով, իմ դիմացով գնաց Բաղրամյան, աչ գծից, ես էլ սենց հարեցի, հալա լավա ես շատ արագ չէի գնում, թե չխփեինք, սա գնաց ընդեղ կանգնեց, ինձ ձեռով սենց անում նա կանգնի, հետո, նեկա բարձացա, են կոմիտասի արցանը, որ կա դրա մոտ կանգնեցի, մի հատ 2 մետրանոց մարդ եկավ, սենց, սենց մեքենա սենց վերցնալու աշապրտի հետ արցանն էլ չարդի մեքենասել, ես էլ դուս չեմ եկեն նստած եմ, ինչքան մոտեցավ ենքան երևի ինչ ճանաչեց, ման փուքսի չապան, բայց վայ աղբեր չան կներես էլի, ցավը տանեմ կարող են ինչ-որ, ասում եմ, հա, բայց եթե ես քշեի խփելու էի քեզ, հետո աչից գնում ես սաղ ես մտնում, լավ, բայց սենց չպետք է անեիր էլի, ես էլ չանեի, չէ պերոստը որ կողք սաղ չի կերպի հետ չեր էլի, որ սենց ան, վայ մամա ջան, կրթության պակասն է, պարոն Ծատուրյան, որ ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ձեր կյանքի որ փուլում ինչ կփոխեիք, մի բան կփոխեիք, չէ, այդենց խելոք բաներ ես չեմ հասկանում, դե ենթադրենք հնարավորություն է, էլի կյանք այ գնացել է, լավ անում, սենց է գնում, բայց ես կուզենայի, որ վերադառնա 50 թիվը, ինչի, որտև երեխա էի, երջանիկ, իմ այդ այծիկները, բաները փոքրիկ բան են, հորտուկները ոնց են թռնում, վազում, բան, երջանիկ, ես տենց էի, և ապրում էինք պապիկի, տատիկի, հայրիկի, քեռիների, մեծ գերդաստանով, 13 հոգով 4 սենյականոց բնակարանում պրոսպեկտի վրա, ես էլ որ առաջնիկն էի, տատիս պապի մոտ, շատ սիրված եք եղել, այ, բոլորից նով էի սպաղված, ես էլ հորտուկի պես պատվազում էի, չնայած հիվանդոտ էլ էի անգինա բանման, և անընդհատ հիշում եմ մի տեսարան, որը այդ ժամանակվանից տպվել է, լուր խելոք բան չեմ ասել, ես մի հատ լավ խալի ունեիք պատին խփած, արևը մի ժամանակ գալիս էր, որ պետք է մայր մտնի, գալիս էր մի կետով այս խալու վրա կենտրոնանում էր, ու այդ գույները, վայ այդ ինչ վառվում էին այդ գույները խալու, կարմիր, կանաչ, կապույտ բան, ես փոքրիկ մի հատ բան էր, այս ցիացած նայում էի, և այդ հանճարեղ Փարաջանովը, նռան գույնը որ նկարեց, ես հիշեցի, թե ոնց էր նա Սայաթնովան ոնց ստեղծվեց, այդ թելերը ներկելը կարմիր, կանաչ, կապույտ,
այդ ականջը դրեց բաղնիքի բանին ցայները նստած կտուրին գրքերը բացած եկեղեցականները նստած եւ քամին թերթում է, այսինքն ժամանակները շատ բաներ են, որ մարդուն ստեղծում են, ուղղակի պետք է անընդհատ անալիզ ան։ Եթե անալիզը չկա, վերլուծությունը դառնում ենք ազգաբնակչություն։ Չդառնանք։ Ես էլ ձեզ խոստանամ, պարոն Ծատուրյան, որ երկրորդ շնչառությունը մի շարք ունի, կոչվում է +- 100։ Այդ շարքի շրջանակում 100-ին որ մոտենաք, ես արդեն կգամ ձեր տուն։ Ուզում եմ, որ մտքի նույն պայծառություն ունենաք այդ ժամանակ։ Սպասի, յետմա ինչ ես գալի տուն։ 100-ին մոտ, որ 100-ին մոտենաք, դուք կգաք տաղավար, եթե դուք կգաք։ Ես Դե տեսեք, պայմանավորվել եք, ասել եք, անելու եք, պարոն Ծատուրյան։ ասում եմ էլի։ Մանավանդ որ վահի չեն վախենում։ Երբ որ կլինի կլինի։ Ցանկից ձեզ հանելու են։ Շնորհակալ եմ։ Էլի բնությունն է որոշողը, մենք ինչ ենք։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ, որ ես թեթև հաղորդում եղավ, չէ՞։ Ես ինչ գիտեմ, դու պետք է ասես, Մարդիկ ասեն։ Դուք պետք է գոհրնեք։ Շնորհակալ եմ, որ եկաք, լավ օր եմ մաղթում։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի armradio.am կայքում, դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք նրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։